Այսօր Բաքուն էլ հայտարարեց ռազմական ծախսերը նվազեցնելու մասին։ Մինչ այդ Երևանն էր հայտարարել։ Փոխհամաձայնությամբ է արվում։ Չեմ կարծում, ուղղակի համընկել է եւ ճիշտն ասած, ճակետները Ադրբեջանի կողմից դա ճակետներն դեկլարատիվ է, որովհետեւ նվազեցել են, բայց ընդհանրապես Ադրբեջանի բյուջետը մնում է մոտավորապես 18%։ Դա խաղաղության բյուջե չի, դա ռազմական ժամանակների բյուջետ է։ Դրա համար ես հայկական կողմի տեղ չի գնա այդ քայլին։ Մենք 30 տարի չեք ունեցել այն ռազմական բյուջետը, որը ունենանք, պետք է ունենանք։ Դրա համար այն Երկրորդակիր է բելարուսական եւ ռուսական խողովակները զենքի մատակարարման պահպանվում են։ Հույս ունեմ մենք արդեն կամաց պետք է հրաժարվենք դրանից։ Մենք չէ, Ադրբեջանը։ Ադրբեջանը կմնա իհարկե, որտեղ Ադրբեջանը եւ Ռուսաստանը բնական դաշնակիցներ են։ Իրանց ռազմավարական շահերը համընկնում են հարավային Կովկասում։ Այսինքն որ տեղի ունենում դրան չի առնչվում։ Դա բան է, երկրորդական փոքր մանր ճակետներում հարցերը, որ արդեն լուծվել են։ Կարելի է հիշել 2015 թվականի Թուրքիայի հետ խնդիրները եւ դեսպանին սպանեցին, խփեցին ինքնաթիռ, բայց երբ ռազմավարական շահերը համընկնում են, այդ մնացած հարցերը լուծում են։ Դրա համար իմ կարծիքով այդ հարցը արդեն փակված է։ Ուղղակի մի կես տարի մենք մի քիչ հանգիստ ենք։ Հիմա նորից տեսնում եք այն դաշինքը, որը եղել է 2020 թվականին մենք տեսել ենք դա ոնց է աշխատում։ Բայց մանավանդ ռուսական կողմը այնքան էլ չի վստահում այս մերձեցմանը։ Շատ են կասկածում։ Ավտորիտար ռեժիմների բնավորությունն է, իրանք բոլորին կասկածում են, ոչ մի ավտորիտար ռեժիմ ուրիշին չի հավատում, Իրանը չի հավատում Ռուսաստանին, Ռուսաստանը չի հավատում Չինաստանին, Չինաստանը չի հավատում։ Չէ, կոնկրետ Բաքվի եւ Մոսկվայի միջև շատերը հիմնավորում են, թե այլևս ոչինչ չի կապում Մոսկվային Բաքվին։ Ով ասա, ինչու՞ չի փոխվել, ինչ է փոխվել, բայց ինչ է փոխվել տարածաշրջանում, ինչ է փոխվել աշխարհում, որ արդեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերը չեն համակրում։ Այդ հույսերից պետք է կտրվել։ Չէ, հույս չէ, դա իրական։ Ինչն է փոխվել, ես չեմ տեսնում, որ փոփոխությունը ռազմական ոլորտում մնացել է, տարածաշրջանային ոլորտում իրանք միասին աշխատում են։ Ես չեմ տեսնում ինչ փոփոխություններ կան մեր։ Դե, եթե աշխատում են, կկարողանար կպահել Արցախը, չէ՞։ Ռուսաստանը Ռուսաստանը չկարողացավ պահել, Ռուսաստանը չկարողացավ պահել Արցախը, դա չի նշանակում, որ այսօր երբ Ռուսաստանը համաձայնվեց, որ Արցախը տալիս է եւ Շոյգուն ասեց, որ փայլուն օպերացիա է կազմակերպել անցկացրել Արցախում, ուղղակի օպերացիայի հետևանքները եւ զարգացումը այնպես չեղել, ոնց ուզում է Ռուսաստանը։ Բայց Արցախում Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի շահերը համընկել են եւ մենք պարտվել ենք։ Եվ այսօր ոչ մի բան չի փոխվել, ուղղակի Ռուսաստանը կորցրել է լծակներից մեկ Ադրբեջանի վրա։ Բայց Ադրբեջանի դիրքորոշումը, Ադրբեջանի հետ հարաբերությունները, Ադրբեջանով գնող գազը դեպի Եվրոպա եւ այլ, որ այսօր Ռուսաստանի համար խիստ կարեւոր է, դա չի փոխվել եւ չի փոխվելու։ Դրա համար Հայաստանը դա պիտի հաշվի առնի, երբ իր քաղաքականությունը վարում է Ադրբեջանի հետ, Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ։ Կասեք, Եգիպտոսի գագաթաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի լիդերների մասնակցությունը Վաշինգտոնին էր պետք, թե իրենց, Երևանին եւ Բաքվին։ Համընկել են շահերը։ Եվ մեզ է պետք, որ մի անգամ Հայաստանը նորից Թրամփի կողմին կանգնացնի, որ Թրամփի խոսքերը նորից ասի, որ Հայաստանի նայում է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում իր նվաճումն է, դա մեծ ձեռք է տալիս, որովհետև մինչև Թրամփը նախագահ է, ես հույս ունեմ, հույսի մասին եմ խոսում, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան չեն անցնելու լայնածավալ ռազմական գործողությունների, որտեղ խաղաղությունը Թրամփն է բերել, չեն համարձակելու Թրամփի դեմ դուրս գալ։ Դրա համար մենք մի քիչ ժամանակ ունենք եւ չկա կրակոց, չկա լայնածավալ ռազմական գործողություն, բայց հիբրիդային պատերազմը շարունակվում է։ Դրա համար մենք մի քիչ ժամանակ ենք ստահել։ Եվ այդ ժամանակը ոչ թե պիտի գնա նրա որ նվազում ես քո ռազմական բյուջեն, բայց ներեցեք դու պետք է մտածես ոնց է փոխակերպում քո ռազմական ուժերը, ազգային պաշտպանության եւ անվտանգության համակարգը եւ այլ։ Դու մենք ունենք 1000 ու մի
մեծ խնդիրներ եւ մարտահրավերների, որը մենք ստացել ենք մի քիչ ժամանակ պատասխանելու։ Այսինքն օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը իր ուժը կպահպանի մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը։ Որտեվ Թրամփը անձնական իր անունը կապել է այդ պրոյեկտի հետ, այդ դեկլարացիայի հետ, հələ մենք պրոյեկտ չունենք, մենք ունենք դեկլարացիա, ուղղակի հայտարարվել է։ Մինչև պրոյեկտը պիտի հասնես, պիտի սկսես իրականացնել այդ ամենը։ Մենք ունենք Թրամփի խոսքերը եւ մի հայտարարություն, որը կապված է Թրամփի անունի հետ։ Վերահիշեք, որ Թրամփը շատ նուրբ է վերաբերվում իր անունին եւ իր անձան վերաբերմունքի, մենք կարող ենք ինչ-որ հույսեր կապել, որ դա կչեզոքացնի Ադրբեջանին, Ռուսաստանին։ Հիմա հակ, ինչ-որ մի ժամանակ։ Այսինքն մինչ այդ գետնի վրա որևէ իրական բան տեղի չի ունենա։ Չկա հնարավոր, որովհետեւ բացի դեկլարացիայից հետո 3 ստորագրությունից հետո դու եթե ուզում ես ունենաս կայուն լուծումներ, դու պիտի անցնես պրոյեկտին, դու պիտի պրոյեկտ կազմակերպես։ Եվ հայկական կողմի համար խիստ անհրաժեշտ է, որ այդ պրոյեկտը մենք ճիշտ հասկանանք եւ ձևավորենք, որտեղ Հայաստանը պիտի հասկանա ճշգրիտ իր շահերը ազգային անվտանգության ոլորտում, կոմունիկացիոն ոլորտում, տնտեսական ոլորտում, որտեղ սուվերենիտետի խնդիրները ոնց որ լուծված են, հայտարարված է, բայց մենք պիտի հասկանանք, որ նման պրոյեկտ իրականացնելուց դու պիտի մտածես ամեն ինչը սկսած հողից տնտեսական պրոյեկտներից միշտ աշխարհակաղակական ասպարեզը, որտեղ պրոյեկտը աշխարհակաղակական է բնությունով։ Եվ հայկական կողմը պարտավոր է պրոյեկտի ամբողջական փաթեթային մոտեցում ցույց տա։ Մենք պիտի տեսնենք ոնց են լուծում խնդիրները բոլոր շերտերի վրա եւ ընդունենք այդ բոլոր շերտը միասին։ Որովհետեւ Թրամփի ռազմավարությունը դժվար է ասել, Թրամփի քաղաքականության ոճը ինքը շատ կարճ է մտածում, երկու քայլի վրա է մտածում, երկար չի մտածում։ Մենք դա տեսնում ենք Իսրայելում Համասի եւ Իսրայելի միջև պայմանագրի մասին 20 քայլի մասին գրված է, բայց կոնկրետ ոնց է գնալու, ոնց է իրականացնելու, դες թողած է ապագայի համար։ Դա բերում է հարցերին։ Եթե Իսրայելի համար կամ Համասի արաբական աշխարհի համար դա կարող է այնքան կարևոր չի, չգիտեմ, չեմ ուզում գնահատական տալ, մեզ համար խիստ կարևոր է, որտեղ մեր սպառնալիքները ռազմական եւ գոյաբանական են։ Դրա համար մենք պարտավոր ենք ունենալ պրոյեկտ, որտեղ ամեն քայլ մտածված է։ Եվ Թրամփի ստորագրությունը ամեն այդ քայլերի տակ պիտի լինի։ Դա մեծ աշխատանք է, որը հայկական կողմը պարտավոր է ալնի։ Թրամփին դա պետք չէ, Ադրբեջանին, Ռուսաստանին, Թուրքիային դա պետք չէ։ Լավրովը հայտարարեց, որ դա խոսակցություններ արեց։ Մեզ համար դա լուրջ չէ, դրա համար թող խոսան։ Մենք այդ խոսքերը պիտի կարողանանք բռնենք եւ խոսքերից կառուցենք պրոյեկտ Թրամփին, մինչեւ Թրամփը 3 տարի Աստված դա նախագահ ունենանք պրոյեկտ, որը սկսվում է իրականացնել։ Եվ այդտեղ կան շատ ու շատ խնդիրներ, որը մենք պիտի լուծենք։ Այսինքն օգոստոսի 8-ի համաձայնագիրը ունի ռիսկեր, որոնք մենք առայժմ չենք տեսնում։ Համաձայնագիրը չի, հռչակագիր է։ Հռչակագիր է, համաձայնագիր չկա։ Շատ լավ, հա։ Դա հռչակագիր է, որտեղ կա ցանկությունն է։ Կա ցանկություն Տրամփի կողմից, ցանկություն Նիկոլ Փաշինյանի եւ կատարվելու դեպքում այդ ցանկության լավ, չկատարվելու դեպքում ռիսկեր են առաջանում։ Ռիսկերը ոչ միտեղ չեն գնացել, մենք այն ռիսկերը, որ ունեցել ենք, այսօր ունենք։ Բայց երբ ստորագրվեց այդ դեկլարացիա, մենք ստացել ենք ինչ-որ հնարավորություններ այդ ռիսկերը չեզոքացնել կամ փոքրացնել։ Որովհետև եթե 2020-23 թվականի երկրորդ Արցախի արշավից հետո Հայաստանին պարտադրել են 3 գումարած 3 ֆորմատը, որտեղ 3 ավտորիտար երկիր Ռուսաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը եւ 3 պետություն փոքր պետություններ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ստորագրել այդ շրջանակի մեջ։ Հիմա կարելի է խոսել, որ շրջանակը փոխվել է, 2 գումարած 2 շրջանակի մասին է խոսել, կարելի խոսել, որտեղ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան է, որտեղ այստեղ անշուշտ Թուրքիայի շահերն են այս պրոյեկտի մեջ, եւ երկուսն է Ադրբեջանը եւ Հայաստանն են այդ պրոյեկտի մեջ։ Մենք կարողացել ենք չեզոքացնել հանել Ռուսաստանին ժամանակավոր եւ Իրանին, 2 ավտորիտար երկիր։ Եվ մեզ համար այն վիճակը, որը եղել է 2023 թվականին, մեզ պարտադրում էին։ Եվ մենք որևէ լծակ չենք ունեցել, բացի դիմադրել ռազմական ուժով, որը շատ քիչ է։ Լծակներ չեք ունեցել եւ ստիպված եք համակերպել այդ պրոյեկտը։ Հիմա մի քիչ կարող է թեթևանա, եթե մենք կարողանանք Միացյալ Նահանգներին բերեք մեր տարածաշրջանը ոչ թե
դիվանագիտական, աշխարհական ասպարեզում որոշ ճակատներում սիմվոլիկ է, հզորությունը, բայց սիմվոլիկա, բայց տնտեսական պրոյեկտներով եւ Միացյալ Նահանգները հողի վրա գալիս են Հայաստան։ Տրիպը տնտեսական պրոյեկտ է։ Հա, եւ այդ տնտեսականը երբ բերում ենք, մենք ինչ որ ձեւով հայշտացնում ենք մեր խնդիրները մնացած բոլոր ոլորտներում, որը մեզ համար խիստ կարեւոր է։